Երեխաներ, մենք այսօր ունենալու ենք աշնանային շատ գեղեցիկ ու հետաքրքիր դաս, բայց նախքան անդրադառնալու դասին, ես ձեզ համար նախապատրաստել եմ փոքրիկ երաժշտություն, որը մեկապահին պետք է լսեք։ Շատ ուշադիր լսում եք երաժշտությունը և դրանից հետո ձեզ տալու եմ բավական մի շարք հարցեր։ Ուշադիր կլինեք։ Ապա ասացեք տեսնեմ, երբ լսում եք երաժշտության ձայնը, ինչ եք զգում։ Նորա։ Ես զգացի Ցուրտ։ Պետրոս։ Ես զգացի, որ քամի է։ Մերի։ Զգացիր։ Ինչպես։ Մրսեցիր դու, լավ, ծաղել, անհատ։ Ես լսեցի մանրևի ձայնը։ Ալեքս։ Ես զգացի մանրևի կարտիների ձայնը։ Միքայել։ Ես զգացի, որ շատ ուրախ անցնում։ Շատ բարի։ Իսկ դուք լսում եք երաժշտությունը, մտքով որ գնացիք, ինչ պատկերացրեցիք, ինչ մտածեցիք, խնդրեմ, Վարդան։ Ես հիշեցի, որ մեկ անգամ ես Բարձր, խնդրում եմ։ Ես իմ հայրիկի հետ գնացել էի ֆուտբոլ խաղալու և անձրև եկավ չարցեցի ֆուտբոլը։ Աշոտ։ Ես զգացի, որ մի անգամ ես մնացել եմ անձրևի տակ ու երբ որ դպրոցից հետ էի վերադառնում տուն։ Լսում եք ես։ Ես զգացի, որ ես Պատկերացրեցիր։ պատոնից նայում եմ փիսիկը մնաց անձրևի տակ։ Շատ լավ։ Էլ ինչ պատկերացրեցիք, Վովա։ Եվ որ անձրևը կապում են, արցունքները թափվում։ Էլ ինչ հիշեցիք, դուք, Վիկտորիա։ Ես զգացի, որ Ինչ հիշեցիր։ Բարձր։ Իսկ երբ մնացիր անձրևի տակ, ինչ զգացողություններ առաջացավ քեզ մոտ։ Մրսեցիր։ Այժմ ձեզ համար նախապատրաստել եմ մի քանի նկարներ, իրավիճակներ, որտեղ հայտնվել են կենդանիները, հայտնվել են մարդիկ և այդ նկարները պետք է միասին քննարկենք։ Առաջին նկարը, որ դուք տեսնում եք, այդ նկարիչը ինչ է պատկերել նկարը։ Տաթև։ Շատ բարի։ Էլ ինչ եք տեսնում նկարում։ Ասակ։ Ինչ է պահել փիսիկի իր ձեռքում։ Անձրևանոց։ Անձրև ոնց է պահել իր ձեռքին։
Իսկ որ ձերքին է պահել Փիսիտի ձերքին Անձրևոցը, աչ թե ձախ? Ձախ։ Իսկ աչ ձերքում ինչ էր դերն է։ Ինչ գույներ է պատկերել նկարիչը նկարում։ Ասա Սամվել։ Դեղին, անի, կարմիր, գոր, կապույտ, ասա, կանաչ, ինչու ոչ։ Երեխաներ, իսկ երբ նայում եք նկարին, Փիսիկը տխուր է թե ուրախ։ Տխուր է։ Ահա, ինչի՞ց եք հասկանում, որ տխուր է։ Շատ լավ։ Իսկ անձրևի կաթիլները երեխաներ ինչ գույն ունեն։ Էլ ինչ գույն եք տեսնում դուք։ Իսկ անհասարակ անձրևը դուք ինչ գույներով եք պատկերացնում, ինչ գույներ կարող եք։ Բաց կապույտ, մոխրագույն, էլ ինչ ձևով եք պատկերացնում, ինչ գույներ։ Սպիտակ, լավ, ասա, մոխրագույն, շատ բարձ։ Անցնենք առաջ, ուշադիր նայում եք հաջորդ նկարին, ինչ եք տեսնում նկարում։ Միքայել։ Ապրես, երեխաներ, իսկ անձրևը ձեզ ուժեղ է գալիս, թե դանդաղ։ Ուժեղ։ Իսկ ուշադրություն դարձրեք, անձրևի կաթիլները ինչ ձևով են գալիս։ Ալեքս։ Ինչ ձևով։ Ուղղաձիգ ձևով։ Իսկ ինչի հետ է կապված, որ ուղղաձիգ է գալիս անձրևը։ Որովհետև քամի է։ Իսկ առատ է գալիս, թե դանդաղ է գալիս, դրա համար է հաձև։ Տեղում է ինչպիսի անձրև։ Հորդ անձրև, թե դանդաղ անձրև։ Հորդ անձրև, չէ, ուժեղ անձրև։ Լավ, հաջորդ նկարին ենք նայում։ Ինչ է պատկերված։ Ասա։ Տեսնում եմ, որ մարդիկ անձրևանոցով պաշտպանում են Իսկ ինչ գույներ եք տեսնում նկարում։ Ահա, տեսում է, ովա։ Ինչ գույն ես տեսնում։ Սպիտակ։ Դու ինչ գույն ես տեսնում։ Կապույտ, ասա Վիկտորիա։ Կարմիր, իսկ անձրևի կաթիլները ինչ գույնով են պատկերված։ Ասա Աշոտ։ Շատ լավ։ Իսկ ինչ ձևով է գալիս, անձրևի կաթիլը ինչ երկրաչափական պատկերի կնմանեցնեիք դու։ Ուղղաձիգ է իջնում, էլ ինչ երկրաչափական պատկերի կնմանեցրեք։ Ասա։ Ձվածիր, այո։ Ինչ է պատկերված նկարում։ Ինչ է տեսնում։ Թիատրան, էլ ինչ եք տեսնում։ Հետո։ Երեխաները անձրևի տակ ուրախ են, թե տխուր։ Ուրախ։ Ըստ ձեզ, եթե ուրախ են, ուրեմն ինչպիսի եղանակ է եղել։ Արևային է, ճիշտ է։ Իսկ որտեղ են խաղում երեխաները։ Լավ, անցնենք առաջ։ Այս նկարում կարևոր եղանակն է։ Իսկ ինչի՞ց հասկացաք, որ աշնանային Լավ, իսկ տերևները ինչ գույնի պետք է լինեն, որ ծաղիկուղերից թափվեն։ Արդեն հետով են պատասխանում, լսում եմ, որ եթե կոնոչ տերև լինի, կթափվի ծառի վրայով։ Եթե թուլացած լինի, ոչ։ Կթափվի, եթե թույլ չլինի, ամուր կարճած լինի ճուղից, ապա ամուր կմնա ճուղի վրա։ Բայց հիմնական որ գույնի տերևներն են թափվում։ Դեղին, էլ որ գույնի տերևները։ Կարմիր, լսում եմ։ Նարնջագույն, շատ
խաձիկ են թափում ներքև։ Այո, երեխաներ, կաթիլները կարող են լինել տարբեր ձևերով, տեսնում եք տարբեր կաթիլների ձևեր։ Եթե առատ են, հորդ են թափում ներքև, ուրեմն գալիս է ինչպես։ Ուղղաձիգ, այստեղ։ Իսկ եթե դանդաղ է իջնում, ուրեմն ունենում է այսպիսի տեսք։ Բացի ձվածիրից, երկրաչափական պատկերից, էլ ինչի է նման։ Թե իսկ արդյունքի կաթիլի նման է, թե լավ։ Անցնենք առաջ, հաջորդ նկարում, էլի տարվավոր։ Իսկ տարվավոր եղանակն է։ Այս նկարում ևս անձրևը ինչ տեսք ունի։ Իսկ ինչ գույներ եք տեսնում դուք նկարում։ Ասա։ Ասա Սամվել։ Շատ բարի։ Հաջորդ նկարը։ Ինչ եք տեսնում։ Իսկ այս նկարից ուրախ տրամադրություն ես փոխանցում, թե դուր ուրախ։ Ինչ հիմնական գույն եք տեսնում դուք։ Որ գույն է շատ երևում նկարի մեջ։ Նարնջագույն, այդ որ գույնն է ամենաշատ երևում, ասա մենակ։ Կանաչը երեխաներ, երբ անձրևի կաթիլը ընկնի ձեր ձեռքի ափի մեջ, ինչ կզգաք այդ ժամանակ։ Լսում եք, Վարդան։ Սաղմություն։ Էլ ինչ կզգաք։ Ասա շուտ։ Թացություն։ Էլ ասա։ Սուր կզգաք։ Դու էլ ասա Տանյա։ Ինչ կզգաս։ Սարություն կզգաս, թե տաքություն։ Այժմ երեխաներ խաղալու եք խաղ։ Աշխատելու եք զույգերով, բոլորդ վերածվելու եք նկարիչների, փոքրիկ նկարիչների և ներկելու եք ձեզ բաժին հասած տարբեր իրավիճակները։ Ինչ եք տեսնում նկարում։ Ասա Տատյան։ Ահա, հաջորդ տեսարանը ինչ եք տեսնում։ Ասա։ Ահա, ես ձեզ կբաժանեմ տարբեր իրավիճակներ, դուք վերհիշելով անձրևի կաթիլները, գույների գեղեցկությունը, վառ ու պայծառ գույները և ներկելու եք այս նկարները։ Իսկ դասի ավարտին կկազմակերպենք ցուցահանդես, լավագույն գունավորած նկարները, գեղեցիկ աշխատանքները դասի ավարտին կփակցնենք պատին։ Պայմանավորվեցինք։
աշխատանքը, գունավորել եք շատ գեղեցիկ, ինչ սովորեցիք այսօրվա դասից, ինչ իմացաք, ասա, Զգացի, որ աշուն անում գեղեցիկ և անում։ են ինչ սովորեցիք, ասա Պետրոս, Ես զգացի, որ անձերը տալիս է ձերքից և մասակինում իր ջուրը կաթիները։ կաթիլների է վերածվում, են ինչ իմացաք, ասա, Իմացա, որ աշնանը շատ սուրտ էր լինում, ու մարդիկ համերը չեն լինում, այդ ցրտանը։ Լավ, են ինչ սովորեցիք, իսկ անձրևի կաթիլները դանդաղ են գալիս, արագ են գալիս, ինչպես կարող են գալ։ Որ անձրևի կաթիլները լինում են տարբեր ձևերի։ Ինչ ձևերի էին լինում անձրևի կաթիլները, ասա, ուղղաձիգ, ինչ ձևով էին գալիս անձրևի կաթիլները Արման, բացի ուղղաձիգից։ Կաթիլի տեսքով, չէ, արդյունքի կաթիլի տեսքով։ Լավ, են ինչ իմացաք, սովորեցիք, Արտյոմ։ Անձրևը կարող էր գալ և Արտյոմ, անձրևը կարող է գալ ինչպես։ Ուժեղ, արագ և դանդաղ։ Եվ վերջին հարցը, ինչ գույներ տպավորվեցին ձեզ մոտ։ Կապույտ, բարձր, կանաչ, ասա։ Ասա։ Դու ասա կարմիր։ Եվ վերջինը դարնջագույն, շատ ապետ